Հազար ամոթցես մայր եկեղեցին փնովերելու համար, այ հուտա։ Սիրելի բարեկամ, եթե ձեր սիրտը վշտացած է, կընդունիմ այդ վիշտը առանց պատասխանը դարձնելու վիրավորական։ Բայց թույլ տվեք ցեզի բան ասել, առանց ոխի կամ զայրույթի։ Մայր եկեղեցին իմ սուրբ մորը պես է։ Ես ոչ թե կփնովեմ անոր, այլ գուլամ անոր վերքերու համար։ Ոչ թե կմերժեմ անոր, այլ կաղագեմ անոր մաքրության համար, որովհետև իսկական որդին նա է, ով կցավի մոր հիվանդության վրա, ոչ թե գեղձ խաղաղությամբ կլրե։ Ես չէ որ դավաճանեցի, այլ այն մարդիկ, որոնք սուրբ եկեղեցին կօգտագործեն իշխանության, փողի ու պարքի համար։ Այդքանը բարձրացնելը հութայություն չէ։ Հութան լրեց, բայց մեջտեղեն գործեց։ Ես կբարձրացնեմ եւ կսեմ, որ չլա երկակիություն։ Թող Տերը մեզ բոլորիս դա զսպվածություն եւ մաքրասեր սիրտ, որ եթե անգամ միմյան չենք հասկնար, գոնե չվիրավորենք ու չանարգենք։ Աստված օրհնեցես։ Զգույշ մնացեք, դուք դատելու իրավունք չունեք։ Սիրելի հավատագիծ, ձեր քրճի բարերը կլսեմ հարկանքով ու կգնահատեմ, որ ձեր սիրտը կպատկանի Տիրոջը։ Այդ ամենեն թանկն է։ Ես երբեք չեմ ցկտած իմ անձը վեր դասել եկեղեցիեն կամ դառնալ դատավոր ուրիշներու մեղքերուն։ Այլ ահավասիկ, իմ վկայությունս կուզեմ ըլլա հավատարիմ շնչառությունը ճշմարտության։ Եվ այս ճշմարտությունը ինձ իր մե է Քրիստոսեն ուղարկված սիրո պատասխանն է։ Եթե ես իմացա չարին կամ չարիքը եւ լրեմ, այդ ժամանակ ես կդատապարտվիմ։ Բայց եթե խոսիմ սիրով ու հավատարմությամբ, առանց անձնական շահի, այդ ժամանակ ոչ թե կդատեմ, այլ կգոչեմ վերականգնումի, ապաշխարության եւ մաքրության։ Դերը թող պահե մեզ բոլորիս անձնական ամբարտավանութենեն, մեղք ուրիշներու վրա ծանրացնելեն։ Ես ինքս առաջինն եմ, որ կարիք ունիմ գթության, ներման եւ առաջնորդության։ Եվ եթե դուք Տիրոջ ձայնը լսեցիք հայ առաքելական եկեղեցու մեջ, ուրեմն ես կխնդրեմ այդ նույն ձայնը լսեցեք այսօրալ, ոչ բարդատրանքով, այլ խղճ մտանքով։ Աստված օրհնեցես։ Այս մարդը քրիստոնյա չէ քրած է մեկը եւ ոչ ալ հայ առաքելական եկեղեցու հավատացյալ, քանի որ չի հնազանդիր հայ եկեղեցու կանոնադրության։ Դարձած է ամփոխաբար եւ հագաօրինական։ Եկեղեցու հարցերը լուծելու համար գոյություն ունի եկեղեցական քերակույն խորհուրդ, որուն ինքը գար համարհե այս հանրային ելույթով։ Ապացույց ունի հանրային ամբաստանության, բոլոր եպիսկոպոսներ գիներ ունին։ Նրա ամբաստանության համար պետք է կարգալույծ լա, եթե չէ եղած։ Եթե կարգալույծ է, իրավունք չունի դեր հայր կոչվելու եւ ինքը պետք է հնարավորություն տեղեկացնե իր կարգավիճակը։ Եթե այդ չհայտնած, ուրեմն խաբեբա է։ Սիրելի հավատացյալ, ձեր մտահոգությունը կլսեմ եւ կհարգեմ, թեև այն կներառե խիստ ձևակերպումներ։ Թույլ տվեք փոքր բացատրություն տալ առանց մեղադրանքներու լեզվով խոսելու, միայն ճշմարտության սիրով։ Նախ իմ կարգավիճակը հրապարակային է։ Այո, մայր աթոռը կարգալույց հայտարարած է ոչ պաշտոնական ատյանի վիճրով, այլ վարչական հրահանգով։ Եվ ես այդ որոշումը չեմ ընդունած, քանի որ այն եկեղեցական կանոններու խախտումով կայացված է։ Ոչ մեկ կանոնական դատ եղած է, ոչ մեկ պաշտոնական մեղադրանք ներկայացված է եւ ոչ ալ ինձի դրված է պաշտպանվելու իրավունք։ Երկրորդ, ինչ կվերապերի իմ դիտողություններուս, օրինակ մի քանի եպիսկոպոսներ գիներ ունին եւ այլն, ես երբեք չեմ ընդհանրացուցած բոլոր եպիսկոպոսները, այլ միայն մատնանշած եմ փաստեր եւ վկայություններ, որոնք դարիներով ծածկված մնացած են, եւ ես պատասխանատու եմ իմ խոսքին համար։ Պատրաստ եմ փաստարկելու ու պաշտպանելու ճշմարտությունը, եթե նայելու ըլլա հստակ եկեղեցական դատարան։ Երրորդ, ես երբեք չեմ ժխտած իմ գաբը հայ առաքելական եկեղեցու հետ։
Ընդհակառակը, ես կշարունակեմ գոչել զիս հոգևոր ծառայող, քանի որ դա միանձնական գոչում չէ, այլ Սուրբ Սեղանին առջև դրված երդում ծառայելու Աստծո եւ իր հոդին։ Իմ հնազանդությունը մնացած է Քրիստոսի եւ Սուրբ Գրքի հետ, ոչ կաշարագեր եւ անիրավ իշխանություններուն հետ։ Ուստի ես կմերժեմ ամփոխավար լալու մեղադրանքը, բայց կհամագերբիմ, թե ուրիշ մարդիկ իրենց նեղացույցով կամ կառույցներու երկյուղով կրնան զիս սխալ հասկանալ։ Թող Աստված լուսավորե մեր բոլորի սրտերը, ի խնդիր իսկ եկեղեցու մաքրության եւ ոչ անձնական շահի։ Աստված օրհնեցես։ Սրբություն, դատաստան եւ ներում։ Ուր է ճշմարիտ կշիռը։ Սիրելի Անահիտ, շնորհակալ եմ այս անգեղծ ու սուր արտահայտության համար։ Ձեր մեջ կտեսնեմ ճիճմը դարաբանքե, խոր վիրավում է եւ սրբության գարոդեն ծնունդ արած։ Եվ ես կսիրեմ նման ցայները, ոչ թե որովհետև համացայն եմ ամեն բարի, այլ որովհետև ազնիվ եմ։ Դուք կհարցնեք. Բարոյազուրկը կարող է խոսիլ բարոյականութենեն։ Եթե մենք այս չափանիշով առաջնորդվենք, ոչ ոք պիտի խոսեր սրբության մասին, որովհետև բոլորն ալ մեղավոր են, գսե Հռոմայեցիս 3:23-ը։ Մինչդեռ Աստված սրբությունը տալով կմաքրե անկարողները եւ կգործածե անկատարները։ Ես չեմ խոսիր սրբության այն պատճառով, որ ես սուրբ եմ, այլ որովհետև սրբությունը գործված է մեր մեջ, եւ ես կհրավիրեմ զղջումի նախ ինքս ինձ, իսկ բարոյազուրկ քաղաքական իշխանությունը, որ դուք կքննադատեք, ես եւս բազմիցս դատապարտած եմ, բայց ձեր ուշադրությամբ պիտի ասեմ։ Մեկ ճարիքը այլ մեկը չարդարացներ։ Եթե վարչապետը թեմ է եկեղեցու բարոյականությանը, ինչ կփրկե, եթե կաթողիկոսը նույնը ըլլա, կամ եթե դուք գներեք կաթողիկոսին, արդյոք ինչ հիմնավորմամբ, քանզի Աստված Դավիթին ներեց, բայց ան նախ ապաշխարեց, ոչ թե մնաց իր աթոռին եւ ինքզինք արդարացուց։ Ներելը կարևոր է, բայց առանց ապաշխարության ներումն ալ գլա խաղալիք բար, եւ ահա որն է մեր խնդիրը։ Ես ձեր դարաբանքը կհասկնամ, ուրախանամ, որ դուք հավատարիմ եք ձեր ժողովրդին եւ կսիրեմ, որ ձեզ եկեղեցու հոտ կնկատեք։ Բայց նայեցեք, եթե ասեմ, Քրիստոսի հոդը պետք չէ մոլորվի զգացականության մեջ։ Մեր Տերը էմոցիայով կամ զգացումներով շարժվիլ կամ ընդունիլ առաջնորդները չէ, այլ ճշմարտությամբ։ Այսօր ոչ միայն վարչապետը, այլ նաև կաթողիկոսը իր գործերով վնասած է ազգին, եւ մեր ցավը կրկնակի է, որովհետեւ մեկը կգոչվի ազգային, մույսը հոգևոր առաջնորդ։ Սրբությունը Աստծո բարգևն է, բայց մարդը երբ կմերժե զայն, կզրկվի այդ կոչումեն, մինչ Աստված կբահե իր եկեղեցին։ Եվ վերջապես մի մոռնաք, որ ով որ իր եղբորը մեղքը տեսավ եւ չզգուշացուց, անոր արյունը կբահանչեմ իր ցերքեն, գսե Եզեկիել 33:6-ը։ Իսկ ես Տիրոջ առաջ կանգնած կահանա չեմ գտնար լրել, ոչ թե վրեժխնդրության համար, այլ մաքրության, ոչ թե քաղաքականության, այլ եկեղեցու ապագայի համար։ Շնորհակալ եմ հարցի համար։ Դարձյալ Անահիտը գրե. ինքնագոչ տեկանչված Աստուծմե։ Սիրելի Անահիտ, գնելով ձեր մեկնաբանությունը կսկամ ցավ, ոչ թե զայրույթ։ Այն բառը, որ կորզածեցիք, ամպիժնիկ, գուցե հատուկ տեղական խոսակցության միջավայրի, սակայն ոչ հոգևոր արժևորում է։ Ինձի հարց չէ, թե ինչ բառ կուղեք, այլ ինչ հոգիով։ Քահանայությունը ինքնագոչություն չէ, այլ գոչում մնե Աստուծմե։ Եվ եթե այսօր դուք կգարձեք, թե այդ գոչումը վերացավ, որովհետև մարդիկ որոշեցին զիս կարգալուծել, դուք մոռցաք, որ Աստված է քահանայության միայն հաստատողը։ Ես չեմ վիրավորված, այլ սթափված, չեմ նեղացած, այլ պատասխանատվությունս հասկացած, չեմ լքած եկեղեցին, այլ հարադեպ կերպով կպաշտպանեմ ճշմարտությունը, նույնիսկ երբ այդ ճշմարտությունը դժվար է լսել։ Եթե վախը, լրությունը
կամ պատկանելիության բիդակները դառնան չափանիշ մեր հավատքի, ապա արդեն գործընծուցած ենք Քրիստոսի ազատությունը։ Հիշեցնեմ, Սուրբ Պողոս առաքյալը նույնպես անվանվեցավ ինքնագոչ և հալածվեցավ բոլորի կողմէ, բայց ան եղավ Տիրոջ մեծագույն գործիքը, մարդիկ կդատեն արարքներով, Աստված սրտով։ Թող խաղաղություն սփռվի ձեր հոգիի մեջ, ես պատրաստ եմ հավատքով պատասխան տալ, ոչ թե վիրավորելով, այլ հույսով։ Կարգալուծված դե Աստծո առջև ընդունված քահանայություն։ Մեկը գրե. Դերը հանդիման է քեզ Արմեն քահանա։ Դες քանի հոգու սիրտ է շեղում, պամպասում ու բնորովում մեր Սուրբ Եկեղեցին։ Ինչ է, թե կարգալույծ են արել քեզ։ Ոչ խորարություն ունես, ոչ էլ մեղա քալու ցանկություն։ Շատ վատ բան ես անում, ամոթ քեզ։ Սիրելի բարեկամ, քո սրտմտության ու ցասումի մեջ ես կլսեմ նաև վիշտը, այն վիշտը, որ իբրև հավատացյալ գապսոսած, երբ կգարձես, թե քահանան գշեղի ուղիղ ճամփային։ Դուր բացասեմ քնկուշությամբ եւ հստակությամբ եւ սիրով։ Ես չեմ ցեղեր սրտերը։ Ես բացահայտ կդարձնեմ այն ցավը, որ դարիներով գուտակված է հավատացյալներու մեջ։ Ես չեմ բնովեր Սուրբ Եկեղեցին, այլ կբնորովեմ այն վերնախավը, որ սրբության անունով հովանավորված է գեղձիկներով։ Քահանայության գոչումը մարդոցմե չէ, սիրելիս, այլ Աստուծմե։ Ու եթե մարդոց միջոցով ես կզրկվիմ արդակնաբես հովական վկայութենես, ներքնաբես ես իմ եպիսկոպոսի ցերկով ցերնադրված եմ եւ Աստծո առջև երդումս չեմ խախտած։ Իսկ եթե այսօր չեմ լրեր, այդ լրությունը մեղքի համագործակցություն պիտի լար։ Անդարագույս, եթե լրեի, գուցե դուք քոհը լայիք, բայց Աստված պիտի տադեր զիս իբրև դավաճան հովիվ։ Ուր է մեղքս, որ հրաբարագեցի դժվարության ճշմարտությունը։ Ուր է իմ անպարտավորությունս, որ մերժեցի լուր լքել ժողովուրդը, երբ զանոնք լքեցին իրենց հովիվները։ Խոնարհությունը երբեք լրություն չէ, երբ հոդը գհոշոտվի, եւ մեղավքալը գդառնա գեղձ առաքինություն, երբ գօգտագործվի որպես լրացնելու միջոց։ Մեղք չէ իմ վկայությունը, այլ մեղք պիտի լար իմ լրությունը։ Ես հրավիրված եմ ոչ թե հաճելի լալու մարդոց, այլ հնազանդելու Աստծո։ Եթե կհալածվիմ, թող լա Սուրբ գրային օրինակով, որ Տիրոջ վկաները դուրս կվրընդվեին տաճարեն, բայց Սուրբ Հոգին գուղեր զանոնք նոր մարգարեության։ Թող ձեր սիրտը հանդարտվի։ Ես չեմ կառուցեր նոր եկեղեցի։ Ես կպաշտպանեմ Քրիստոսի իսկական եկեղեցին առանց կաշարագեր վեհապարներու եւ գեղձումներու։ Որպես եզրապագումս եմ, Աստված է մեր դատավորը։ Եթե ես սխալած եմ, թող ինձնիկս արժանացնեմ անոր դիրավանդ խրադին, բայց եթե ճշմարտությունն է, թող չզրկվի ցայնեն։ Շնորհակալ եմ հարցումներու համար։ Մեկը երկար հարց մը գրած է եւ ես այս հարցը կվերնակրեմ, որպես սկսենք մեր եկեղեցիեն, մեր սրտերեն, որպես եզրակացություն հարցումին։ Սիրելի եւ սկացականով լեցուն իմ ունգընտիր, ձեր պատկամը խոր աղոթք մնե։ Աղոթք, որ գուկա սրդի ճշմարտութենեն եւ ոչ թե դատողության գշերքեն։ Գարտացի յուրաքանչյուր դողը եւ սկացի թե որքան կսիրեք ձեր դունը, ձեր սիրտը որպես Երուսաղեմը։ Ճիշտ եք։ Դերը նախ կպապակի մաքրել մեր սրտերուն տաճարը, որբեսի արժանի ըլանք նաև անոր ընդհանրական տաճարը մաքրելու։ Մեր ներսի Երուսաղեմը մեր խիղճն է, մեր ներաշխարի խորքը, եւ առանց սրբության ոչ հեղափոխություն պիտի բրգե, ոչ ալ իշխանապողությունը պիտի նորոգե։ Այդ բոլորը միայն ժամանակի ալիքներ են, երբ սրտերում մեջ վեմը չկա։ Սակայն, սիրելի եղբայր քույր, տեսեք ինչ կպատահի, եթե լրենք։ Եթե ես լրեմ, քարերը պիտի սկսին բարբարել։ Եթե ես չխոսիմ, մեղանչող հովիվները պիտի շարունակեն մոլորեցնել հոդը։ Տերը ըսավ. եթե մնաք իմ խոսքից մեջ, ճշմարտությունը պիտի ճանչնաք։
Ոչ միայն ճշմարտությունը Աստծո մասին, այլ ճշմարտությունը մեր վիճակի մասին։ Եվ եթե ես լրեմ, երբ մարդիկ լքված են, երբ քարոզիչը սուտ է, երբ Սուրբ Գիրքը պատվանդան է այլևս, ոչ կենթանի սուր, այն ադեն ես պիտի մերժեմ իմ կահանայության երդումը։ Ձեր խոսքը ևս մեկ ուղղություն մնե, ձեր սրդին ճշմարիտ կեցվածքը քորովալի է։ Եվ ես կհասկնամ, թե ձեր մոտ լրությունը հաճախ քարոզ մնե, իսկ իմ մոտ խոսիլը երբեմն աղաղակ է անպաշտպաններու կողմէ։ Սակայն մի մոռնաք, ես պիտի շարունակեմ քարոզել Տիրոջ խոսքը, բայց երբ Տիրոջ խոսքը պիտի հագատրե գեղձ վերնախավեն, ես պետք է ելամ ոչ միայն հովիվ, այլև զատկվան գավազան, որ լրող ոչխարները կմղե դեպի ապաշխարություն, իսկ Գայոսին գուղե մոլորեցներու ճամփալ։ Որպես եզրապագում ասեմ, ձեր աղոթքն ու խորհուրդները ընդունված են սրտանց։ Եվ գիտեք, սիրելի բարեկամ, որ ձեր սրտի Երուսաղեմի մեջ վարված մոմը կուքա եւ հույս կուտա իմ ելույթներուս մեջ։ Մենք կարիք ունենք զիրար լսելու։ Ոչ բոլորը սուրով պիտի խոսին, ոչ բոլորը լուրությամբ պիտի մաքրեն, բայց ամենքս միասին սրտանց Քրիստոսին հնազանդ ըլլալով պիտի դառնանք մարմինը, որուն գլուխը Տերն է։ Թող Աստված օրհնե ձեզ։ Հարց մոհվեցա, որուն եզրափակիչ միտքն է միասնականությունը եւ ճշմարտությունը մեր ժողովրդի փրկության երկու թևերն են։ Սիրելի բարեկամ, անսահմանորեն շնորհակալ եմ ձեր բարի եւ մտահոգված սիրույթ համար։ Դուք ճիշտ եք։ Ժամանակները փոխված են եւ մենք իսկապես կգտնվենք ասկային ու բարոյական պատերազմի դաշտի մեջ։ Տշնամին մեր շուրջն է, թե արտաքին եւ թե ներքին գերբարանքներով։ Եվ այս պայմաններու մեջ դուք խոսեցաք կարևոր բանի մասին՝ միասնականություն։ Բայց միասնականությունը հիմնված պետք է լա ճշմարտության վրա։ Միասնությունը առանց ճշմարտության միասնություն չէ, այլ թարմը սպասող աղետ։ Եկեղեցու պատմությունը կվկայե, ապաշխարանքը միասնություն կընծայեր, բայց գեղձավորությունը բաժանում։ Երբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկավ, նա մերժեց այն բոլոր շեղումները, որոնք արդեն միասնություն չագերդյալ էին թարերով, բայց իր աղոթքով եւ զդումով ճշմարիտ միությունը հիմնեց։ Մենք ալ այսօր բարդավոր ենք ոչ կեղծ խաղաղության, այլ Քրիստոսի ճշմարտության մեջ գտնել մեր միությունը։ Իսկ կրնանք լրել, երբ Քրիստոսի դունը խանգարված է։ Ես, սիրելի եղբայր, կփապակի միություն, բայց ոչ հաշտություն մեղքի հետ, ոչ լրություն անօրենության դիմաց, որովհետև չարությունը պիտի չանհետանա լրությամբ, այլ միայն լույսով։ Եվ եթե այս չագերդյալ տարածված աղմուկը խռովություն կհիշեցնե որոշներուն համար, թող գիտնան, որ Քրիստոս ալ խռովեց տաճարը, ոչ թե սիրո բացակայությամբ, այլ սիրո կատարյալ արտահայտությամբ։ Որպես եզրակացություն ասեմ սիրով եւ ոչ բարակդումով։ Դուն պաշտոնի չես պաշտպանած։ Ես չեմ կամ գիրք չեմ կամ թիրք կամ աթոռ չեմ գործընծած։ Դու ճշմարտությունը փնտրած ես, ես ալ կհավատամ, որ Քրիստոսի հետ միացած ժողովուրդը իսկական եկեղեցին է։ Եվ այսօր, սիրելի եղբայր, քեզի կխոնարհիմ եւ միասին գաղութենք, որբեսի մեր սրտերու մեջ միությունը կառուցվի ոչ թե երկյուղով, այլ սրբությամբ, սիրով եւ խաղաղությամբ եւ ճշմարտության անխախտ հավատարմությամբ։ Աստված օրհնե ձեզ։ Իսկապես ժողովուրդը կրնամակրել եկեղեցին։ Պատասխան բարեպաշտ ուղերձիմը։ Սիրելի քույրի Քրիստոս, քու նամակդ ոչ միայն ազնիվ էր, այլ հոգեպես բխած, չերմ ու մայրական։ Ես խորապես հուզվեցա գարտալով այն եւ փառք տվի Աստծո, որ թեր կան մարդիկ, որոնք կտեսնեն Տերը նախ իրենց մեջ, ապա եկեղեցու մեջ։ Ճիշտ կսես, եկեղեցին ժողովրդի սրտեն ծնած մաքրություն է։ Եկեղեցին մեր հոգիներու խորհրդապատկերն է, եւ ես քեզ հետ համաձայն եմ։
թե դերը գուզե մեր ամբողջական դարձը եւ ոչ միայն առաջնորդներու, այլ ամբողջ հոդին։ Սակայն թույլ դուր փափկությամբ խոսիմ, երբ հայտնի է, թե ովքեր աղդոդած են հավատքի դունը, երբ ժողովուրդը դարիներ շարունակ համբերած է, սպասած, աղոթած եւ մերժումի արժանացած է, ինչ կմնա այդ ապեղծած սիրուն պաշտպանել, եթե ոտնահարված է ճշմարտությունը։ Մաքրելը սիրով, բայց ոչ քարով։ Ես երբեք քար չեմ նետած, ես երբեք չեմ ուզած քարգոծել, բայց մաքրությունը երբեմն պիտի սկսի սրբազան զդումով։ Երբ դերը ներս մտավ տաճարի եւ տեսավ այն վաճառասեղան դարձած, նա խարազանով մաքրեց։ Արդյոք սիրո բագաս կար այնտեղ։ Ոչ, այլ սիրո ամենաամուր ձևը մաքրության հրամայականը։ Եվ այսօր, երբ կաթողիկոսը ունի իշխանություններու մամոնայի արտաքին ուժերու հետ կապեր, բայց ոչ տիրոջ կենթանի ներկայությունը, ժողովուրդը այլևս չի գտնար լուր մնալ։ Հակառակ բարակային ժողովուրդը կդառնա մեղսակից։ Ոչ թե քանթել, այլ բրգել։ Ես դեր Արմենս չեմ ուզեր քանթել եկեղեցին։ Ես քանթած չեմ Աստուծո տունը։ Ես մերժած եմ քահակալներու զայն իր անձնական շահերուն ծառայեցնելու փորձերը։ Եվ եթե ես, իմ եղբայրներս ու ժողովուրդը բարձրացայն կխոսենք նույն սիրո եւ ողորմության հավատքով է, որ դուն կաղոթես։ Մենք ամեն մեկս մեր ցևով կմաքրենք Տիրոջ տունը։ Դուն աղոթքով, ես վկայությամբ։ Որպես հեզրակացություն ասեմ աղոթքի շարունակություն։ Ես քեզմե սորվեցա, ես քեզմե զորացա։ Եվ իմ խոսքերս քեզ ի գոհությունը լան, ոչ ընդիմանալու, այլ ի հաստատումն քո խոսքերուդ, թե դերը համբերած է 2025 տարի եւ դակավին կսպասե մեր դարձին։ Եվ գուցե այսօր իմ ծառայությունս այդ դարձի ճանապարհին աղոթքի ցայն մնե։ Աղոթքով, խոնարհությամբ եւ ճշմարտությամբ եւ հավատարմությամբ։ Աստված օրհնեցես։ Պատասխան մեղադրանքի հայ եկեղեցու եւ ասկի դեմ գործելու մասին։ Սիրելի բարեկամ, ձեր քրությունը գարտացի ուշադրությամբ։ Ճիշտ է, մարդ երբեմն կխոսի զգացմունքներով, բայց երբ զգացմունքը գանցնի ճշմարտություն կմնա։ Այսպես ալ գսե Սուրբ Գիրքը. եղեք արդ շիդակներ եւ վկաներ ճշմարտության, գսե Եփեսացիս 4:25։ Թույլ տվեք հստակ ասեմ, ես ոչ վարչապետի կողմնակիցն եմ, ոչ ալ անոր ծրագրի մասնակիցը։ Իմ բոլոր հարցադրումներս ու քննադատություններս ուղղված են անարդարության, կեղծիքի, վճացածության դեմ, լա անկառավարության մեջ եկեղեցու ներսը։ Եթե վարչապետը սխալ բանս է, կքննադատեմ։ Եթե կաթողիկոսը լրե ու լքե ժողովուրդը նույնպես կբացահայտեմ։ Այս ճշգրտությամբ են իմ քարոզներս եւ ոչ թե դաշինքով կամ ծրագիրներով։ Եկեղեցու տշնամի։ Տշնամին եմ, որովհետեւ վեմը շարժելու փորձ կնեմ, բայց այդ վեմը, որուն վրա այսօր շատեր կվայելեն իշխանություն եւ անպատժելիություն, այլևս Քրիստոսի վեմը չէ։ Տիրոջ եկեղեցին մարդիկ չեն, այլ ճշմարտության հանձնարու հավատացյալներ։ Ով որ գլքե ճշմարտությունը, ինքզին դուրս գտնե եկեղեցին, նույնիսկ եթե բարձր աթոռի վրա նստած լա։ Իսկ ով որ մնա ճշմարտության մեջ, նույնիսկ եթե դուրները դուրս հրվի, կշարունակե մնալ Քրիստոսի եկեղեցու կենթանի անդամը։ Ժողովրդի թեմ չեմ, ժողովրդի հետ եմ։ Սիրելիներ, ես ոչ թե դեմ եմ ասկիս, ոչ ալ կուզեմ բարակվել, բայց երբ ասկը կփախի ճակատագրական սխալներու, երբ հոգևոր հովիվները գլրեն կամ գինան մամոնային արչև, այն ժամանակ լրելն է ասկային դեմ դառնալը։ Սիրո մեջ իմ խոսքս խիստ է, այո, բայց սուրով չէ։ Սուրին թերը Տիրոջ ցերկն է, մեր թերը հավատարմությունն է։ Որպես եզրապագում եմ, հակառակ բոլոր մեղադրանքներուն, ես Աստծո ծառան եմ, ոչ մեկու իշխանության տակ կամ դաշնակից։ Ոչ մեկ ծրագիր չունիմ, բացի այն, ինչը կհղե Սուրբ Գիրքը,
արդարություն, ապաշխարություն եւ վերածնունդ։ Եվ ինչա լսեն, գմնամ իմ ուխտի մեջ, ծառայելով ճշմարտության, Քրիստոսի եւ իմ ժողովրդին։ Դերը թող ինքը քնե բոլորի սրտերը։ Ամեն։